ռուս-ամերիկյան նոր սկանդալ է հասունացել։ Մոսկվան անթույլատրելի եւ վիրավորական է համարում Սպիտակ տան մամլոխոսնակի Պուտինի կողմում բացված լինելու մասին հայտարարությունը եւ Միացյալ Նահանգների բարձրագույն ղեկավարությունից բացատրություն է ակնկալում։ Այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 3 հունվարի 28-ին Սպիտակ տան մամլոխոսնակ Ջոշ Էրնստը ասել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ կոռումպացված է, միանշանակ արտահայտում է Միացյալ Նահանգների նախագահի ադմինիստրացիայի դիրքորոշումը։ Սրա հետ մեկտեղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանելու հենց Պուտինի դեմ։ Սպիտակ տան խոսնակն ասել է, որ սա ֆինանսների նախարարության իրավասության հարցն է։ Պուտինի խոսնակ Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահը ծանոթ է իր հասցեին հնչած մեղադրանքին եւ դրան անընդունելի է համարում։ Ռուսաստանի նախագահի խոսնակը Սպիտակ տան մեղադրանքները մի քանի հանգամանքներով է պայմանավորում։ Նախ որ Պուտինի մասին նման հայտարարություններով Վաշինգտոնը պատրաստվում է Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, չնայած նրան, որ Պեսկովի փոխանցմամբ Պուտինը դեռ չի որոշել մասնակցելու այդ ընտրություններին, թե ոչ, դեռ վաղ է այս մասին խոսել է, ասել է Պեսկովը։ Բացի այդ, Կրեմլի խոսնակի փոխանցմամբ ռուսական թեման Միացյալ Նահանգներում օգտագործում է ներքաղաքական նախընտրական գործընթացներում, այնտեղ նախագահական արշավ է եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են թեկնածուները Պուտինի հանդեպ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ քննադատությամբ հանդես գալիս եւ բառացիորեն մրցում են, թե ով ավելի սուր քննադատությամբ կներկայանա։ Կրեմլի խոսնակը նկատել է նաեւ, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոսում է Պուտինի հանդեպ իր համակրանքի մասին, իսկ նրա անդիմախոս դեմոկրատները քննադատելով Պուտինին նրան պատասխանում են, թե տես ում հետ ես դու ուզում հանդիպել։ Այսպես է մեկնաբանել Պեսկովը իր ամերիկացի գործընկերոջ հայտարարությունը եւ հավելել, որ եթե ինքը նման բան ասեր Միացյալ Նահանգների նախագահի հասցեին, նրան աշխատանքից միանգամից կհեռացնեին։ Պեսկովը Սպիտակ տան խոսնակի մեղադրանքը Պուտինի հասցեին աննախադեպ է որակել եւ իսկապես առաջին անգամ է, որ պաշտոնական Վաշինգտոնը անձամբ Պուտինին է մեղադրում կոռուպցիայի մեջ։ Это официальное обвинение. Ավելի վաղ հունվարի 25-ին Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Ադամ Շուբինը BBC-ի պատրաստած Պուտինի գաղտնի հարստությունը վավերագրական ֆիլմում ասել է, որ Միացյալ Նահանգները համարում են, որ Պուտինը կոռումպացված է։ Is Vladimir Putin corrupt? In our view, yes. Ֆիլմի հեղինակները նաև պատմում են, որ աղքատության մեջ մեծացած Պուտինն այսօր աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Vladimir Putin grew up in poverty. Հավելեն վերջում, որ հունվարի 26-ին Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունը դեռ պետք է ապացուցել, իսկ BBC-ի պատրաստած ֆիլմում տեղ գտած պնդումները Պուտինի մասին Պեսկովը սուտ եւ զրպարտանք է որակել։ Это чистый вымысел и клевета.